Իդեալ համակարգը բացում է եվրոպական որակի եւ նրբագեղության դռները ձեր առաջ։ Հնարավորություն ընձեռելով ձեռք բերել եվրոպական արտադրողների լավագույն նմուշների նշված տեսականին մինչև 75% բացառիկ զեղչով։ Ձերբակալվել է Մասիսի համայնքապետի Դավիթ Համբարձումյանի եղբայրը Գոռ Համբարձումյանը, անձնական կյանքի գաղտնիությունը խախտելը, փաստաթղթեր, դրոշներ, կնիքներ կեղծելը, առանձնապես խոշոր չափերով խարդախությունն ու փողերի լվացումը հատկանիշներով։ Փետրվարի 11-ին հիվանդանոց է տեղափոխվել Լոռու մարզի բնակիչ 13-ամյա տղա։ Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ երեխան իրենց մոտ է տեղափոխվել ծեծված, գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Այնուհետև նրան տեղափոխել են Երևանի հիվանդանոցներից մեկը։ Շամշանի տեղեկություններով երեխան դաժան ծեծի է ենթարկվել Լոռու մարզի դպրոցներից մեկում եւ հենց դպրոցից էլ նրան այդ վիճակում տեղափոխել են հիվանդանոց։ Փետրվարի 10-ին տեղեկություններ են ստացվել, որ Ամասիա գյուղի 27-ամյա բնակիչը թմրամիջոց է պահում։ Բացատրական աշխատանքի արդյունքում հայտնել է, որ վայրաճ կանեփից պատրաստել է թմրամիջոց, որի մի մասը օգտագործել է, իսկ մի մասը հետագայում օգտագործելու նպատակով պահել է տանը եւ քիչ տնակում։ Երիտասարդի բնակության վայրում հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող 532 գրամ զանգված։ Փետրվարի 11-ին Ալաշկերտ Արմավիր ավտոճանապարհին բախվել են Nissan Altima եւ Ford Fusion մակնիշի ավտոմեքենաները, 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի տեղափոխվել հիվանդանոց։ Այնուհետև վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է։ Փետրվարի 11-ին Երևան-Երասխ ավտոճանապարհին բախվել են Jeep եւ VAZ-2107 մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է բաժանարար գոտու երկաթե արքելապատնեշին, 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Փետրվարի 11-ին Վանաձորի Նարեկացի փողոցում բախվել են Լոռու մարզի բնակիչներ 33-ամյա Արմանի վարած Opel եւ 23-ամյա Մերուժանի վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենաները, վարորդներից Արմանը տեղափոխվել է հիվանդանոց։ Փետրվարի 11-ին Սևան Մարտունի Գետապ ավտոճանապարհին բախվել են 42-ամյա Վրեժի վարած Toyota Land Cruiser Prado մակնիշի եւ 50-ամյա Արմենի վարած VAZ-2121 մակնիշի ավտոմեքենաները, 1 ուղևոր տեղափոխվել է հիվանդանոց։ Փետրվարի 11-ին Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են Lexus եւ Opel մակնիշի ավտոմեքենաները, Opel-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել ձյան սահքի մեջ եւ բախվել բաժանարար գոտում գտնվող ծառերին, ուժասներ չկան։ Փետրվարի 11-ին Իջևան, Սևան, Երևան ավտոճանապարհին բախվել են Opel եւ Lada մակնիշի ավտոմեքենաները, ուժասներ չկան։ Փետրվարի 12-ին տեղեկություն է ստացվել, որ Աբովյան քաղաքից Ջրվեժ գյուղ տանող ավտոճանապարհին այրվում է շինություն։ Հրդեհը բռնկվել է Արտաշատի խճուղում Ջրվեժի գերեզմանատան մոտակայքում գտնվող անվադողերի վերանորոգման կետում։ Հրդեհը մեկուսացվել, ապա մարվել է։ Վերանորոգման կետում այրվել են անվադողեր, սարքավորումներ, գազի բալոնից արտահոսած գազը, հարակից վագոն տնակից 15 քառակուսի մետր հատված գույքով եւ ջերմահարվել է մոտակայքում կայանած գազել մակնիշի ավտոմեքենայի դիմային հատվածը։ Դեռևս անցած տարվա դեկտեմբերին համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ մի տղամարդ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի տարածքում ավտոմեքենաներից կատարում է գողություններ։ Հետագա միջոցառումներով պարզվեց տղամարդու ինքնությունը, Օհանովի փողոցի բնակիչ էր, 29 տարեկան։ Պարզվեց նաև, որ նա միայնակ չի կատարել գողությունները, նախաձեռնվեց քրեական վարույթ։ Հետագա լայնածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում հունվարի 23-ին Գարեգին Նժդեի փողոցում ձերբակալվեց 29-ամյա տղամարդը։ Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին հրավիրվեցին նաև հանցակցության մեջ կասկածվող 35-ամյա կինն ու 23-ամյա երիտասարդը։ Ավելի ուշ կատարված խուզարկությամբ 23-ամյա երիտասարդի վարած ավտոմեքենայում հայտնաբերվել է գողոնի մի մասը, ավտոդետալներ, նաև ձեռնոցներ, դիմակներ ու պտուտակահաններ։ Դատարանի որոշմամբ 29-ամյա տղամարդը կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Ավտոմեքենայից գողության մի դեպք էլ բացահայտել են համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները։ Գողության վերաբերյալ հաղորդումը ստացվել էր հունվարի 24-ին։ Նազարբեկյան թաղամասում կայանված Chevrolet մակնիշի ավտոմեքենայից գողացել էին արշևի թափարգելը։ Օպերատիվ հետախուզական միջոցառումներով համայնքային ոստիկանները ստացան հավաստի տեղեկություն, որ հիշյալ գողությունը կատարել է մոլդովական փողոցի բնակիչ 27-ամյա մի երիտասարդ։ Բացատրական աշխատանքի արդյունքում փետրվարի 4-ին նա ներկայացավ համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժին, ներկայացնելով գողոնը։ Նախաքննության հանգամանքները պարզվում են։ Հունվարի 29-ին համայնքային ոստիկանության բազումի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ Գայի փողոցի բնակիչ հայր ու որդի տանը զբաղվում են ապօրինի ձեռնարկատիրությամբ, արտադրում եւ իրացնում են մսամթերք։ Տեղեկություն կար նաեւ, որ որդին մոտը պահում է թմրամիջոց։ Նույն օրը ժամը 19:30-ին 26-ամյա որդին հայտնաբերվեց Վարդանանց փողոցում։ Նա ներկայացրեց դեղնականաչավուն զանգվածով թղթեպատետ եւ 2 կաթուցիչ։ Նա չժխտեց, որ տանը 60-ամյա հայրը երկար ժամանակ ապխտում է մսամթերք եւ այն իրացնում Վանաձորի շուկայում։ Լոռու
մարզային քննչական վարչությունում նույն օրը նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում իրականացված նախնական զննությամբ Գայի փողոցի նրանց տան նկուղում հայտնաբերվեց ապօրինի պատրաստված 159 հատ մսամթերք, նաև մսամթերք պատրաստելու հաստոցներ, գործիքներ եւ հումք։ Իսկ արդեն փետրվարի 4-ին նույն տեղում կատարված խոզարկությամբ հայտնաբերվեցին եւս 465 հատ մսամթերք, ապուխտի համար նախատեսված 77 տոպրակ եւ գործիքներ։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։